առաջնորդությունը։ Ես միշտ այդտեղից եմ սկսում, որովհետև 13 տարի աշխատելը դա լուրջ ժամանակահատված է, 13 տարի պատկերացրեք։ Ու այսպես հեշտ ու հանգիստ չենք աշխատել, զրկանքներով, պրոբլեմներով ու չգիտեմ ինչով, բայց ամենակարևորը մենք կարողացանք քաղաքը կառուցել ձեր աչքի առջև։ Այն մի քիչ ընդեղ Սուրբ Նշան եկեղեցին է, երբ որ երկրաշարժից հետո փլվել էր կմպետները, մեծերը հիշում են, ես այդ ժամանակ երկրաշարժին 27 տարեկան էի, երբ որ ստանձնեցի Սուրբ Նշան եկեղեցու վերակառուցումը, ուրեմն 28-30 տարեկան էի։ Եվ առաջի գործերից մեկը դա եղավ, որ Սուրբ Նշանը մենք վերջացրեցինք, հետո Աստծո ողորմածությամբ Աստված արժանացրեց, որ ինձ պես անարժանը վերակառուցի ամենափրկիչ եկեղեցի։ Մի խոսքով, երկրի ճակատագիրը, երկրի վիճակը այսօր տեսնելով, ես չէի կարող ձեռնբան մնալ եւ ասենք ինձ համար իմ ընտանիքի հետ կամ ասենք թողնել քաղաքից գնալ ինչ որ որևիցե մի տեղ, որի հնարավորությունը ունեմ փառք Աստծո, գնա ինչ որ ինձ համար ապրեի։ Ես չեմ կարող այդ սկզբունքով գոյատևել։ Ես իրոք այն սկզբունքով եմ ապրում, որ ասենք մասսաների ժողովրդի քաղաքի երկրի համար։ Իմ ապրելակերպը դա է։ Եվ դաստիարակում եմ իմ երեխաներին, իմ թոռներին ու ինձ ընդունող մարդկանց բոլորին ասում եմ, առաջինը հայրենիք եւ հետո մնացածը անձնական։ Եվ այս ճակատագրական պահին Արցախյան պատերազմում տեսնելով, թե ինչ սկզբունքով առաջնորդվեցին Հայաստանի Հանրապետության ղեկավարները, ոնց հանձնեցին Արցախը թուրքերին, եւ այսօր թուրքերի, ադրբեջանցիների եւ օսմանյան թուրքերի հրամանները ղեկավարների ոնց են բախմորիկ ձևով կատարում, ոնց են այսպես գլուխները կախած, ուզում են հիմա էլ Հայաստանի սահմանադրությունը փոխել, Սյունիքի հացն են առաջ քաշել։ Կտեսնեք մի քանի վաղ հետո սրանք առաջ կքաշեն Սևանա լճի խնդիրը, որովհետև աշխարհում ջուրը պակասում է, իսկ Սևանը դա իրենից ներկայացնում է, որ ամբողջ աշխարհում պահանջարկ է լինելու Սևանին, գազից, նավթից, բենզինից ավելի թանկ է Սևանը։ Կտեսնեք սրանք կամաց դրա հարցն են առաջ քաշելու, որ իրենց համար ավելի կարևոր է Սևանը, քան թե մոլիբդենը կամ ոսկին կամ որևիցե մի բան, որովհետև ջուրը ավելի թանկ է այսօր աշխարհում։ Մի խոսքով, ինչքան մենք զիջումների գնանք, այնքան նրանց ախորժակը կբացվի։ Այդպես է, աշխարհում է այդպես։ Ինչքան թույլ տաս, այնքան իրենք քայլ տալիս են առաջ։ Սա թուրքական ծրագիրն է, պան-թուրքիզմն է, որ դարավոր, ինչքան իրենց նախագահներն ու վարչապետները փոխվեն, իրենց այդ ծրագիրը, թուրքական ծրագիրը, անդրանիկ զորավարի ժամանակահատվածից եւ դրանից առաջ նրանք ուզում են իրականացնել։ Ամբողջ Միջին Ասիայով, Ռուսաստանի Վոլգագետի բերանով ամբողջությամբ մինչև Յակուցիա մեծ փուլանն են նրանք ստեղծելու եւ իրենք բարձրաձայն ասում են, այո, Հայաստանը մեզ խանգարում է։ Այս ամեն ինչը տեսնելով, այս մեր վախմորիկներին տեսնելով, անարժան ղեկավարներին տեսնելով, ուրեմն սրբապիղծ, այսօր երկրում ոչ թե հերոսները տեղ ունեն, այլ հոմոսեքսուալիստները, ԼԳՏԲ-ն եւ մնացած ապրելակերպ ունեցող մարդիկ։ Ես զարմանում եմ, թե այսուր հասան, պատկերացրեք, թե ու դրանում մեզ տանում են Եվրոպա։ Դուք հիշում եք Սոդոմ Գոմոր քաղաքների պատմությունը։ Եվ այդ ամեն մեղք այդ անեծքը թափավ եւ քաղաքները ավիրեց Աստված։ Ամբողջ Եվրոպան այսօր նախագահները երեխա չունեն, պատկերացրեք, երկրի պրեզիդենտները երեխա չունեն, ընտանիք չունեն, ու իրանք դրանով ուրախանում են։ Իսկ մենք գիտենք, թե մենք ինչ սկզբունքով ենք ապրել ու ինչ ենք արել ու ուր ենք գնում։ Պատկերացրեք, երբ որ հրեաները պատերազմի մեջ էին արաբների հետ Եգիպտոսում, նրանք ուլտիմատում դրեցին, եթե հանգարց Երուսաղեմին բան եղավ, մենք կխփենք Սուեզի ջրանցքին, եւ այնտեղ բոլորը սսկվեցին ու խելոք տեղերը նստեցին։ Մենք այսօր այս պատերազմի ժամանակ կարող ենք խփել Բաքու-Ջերյան նավթամուղին,
Եվ եթե իրենք չկատարեն Հայաստանի պահանջները, երբ որ ասում են այս վարչապետին, նա ասում է ինձ այդ British Petroleum-ի տնօրեն սեփականատերը անգլիացի է, ինձ անգլիացի ասել է, որ հանկարծ դրան չխփեք։ Մի խոսքով ինձ խնդրել է, դրա համար մենք չխփեցինք, այսինքն մեր երեխեքը մահանան, ինչ եթե մեկը մի բան է խնդրել, դրա ինքը պիտի նրանց կամքը կատարի։ Երբ որ 4000 ադրբեջանցիներ հավաքվել էին իրար հետ, մենք այդպիսի զենքեր ունենք, որ կարող ենք այդ 4000-ին վերացնել։ Երկրի շտաբի պետը, նախարարը, ուրեմն պաշտպանության նախարարը զեկուցում է, ասում է թող զենք իրարենք չի թողնում, որովհետև ասում է միջազգային հանրությունը մեզ կասի թե շատ մահ տվեց Ադրբեջանը։ Այսինքն մեր երեխեքը հեչ։ Եվ այսպես շարունակական։ Ուրեմն մոտ 5000 բայևոյ աֆիցերներ պատերազմից առաջ բանակից ազատել են Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։ Այն հրամանատարներին, որոնք պատերազմը հաղթանակել են, պատկերացրեք։ Բացի այդ ամեն ինչից, ուրեմն հագաօտային պաշտպանության 2 թե 4 ուղղակի լավ չեմ հիշում այս պահին, 2 թե 4 ներեգություն 4 զորամաս լուծարել են, այսինքն երկինքը թողնելով թշնամուն, դիտավորյալ 5 միլիոն դոլարի զենք են թողել թուրքերին, միլիարդ ներեգություն, դուք պատկերացնում եք, թե դա ինչ է նշանակում, աշխարհում նմանատիպ դեպք տեղի չի ունեցել, որ մի ազգը, եթե ուրեմն գրավում է մյուս ազգի, ուրեմն տարածքներն ու տներն ու քաղաքներն ու գյուղերը, հեշտ ու հանգիստ բանալիները հանձնեցին մեբելով, ուրեմն բոլոր գործարաններով, ամեն ինչ այսպես սիրուն թողեցին թուրքին ու ձեռքերը ծափ տալով թողին եկան, այսպեսի բան ով է տեսել աշխարհում։ Ամբողջ աշխարհը զարմացել է, թե ոնց կարող է այսօր կան մարդը, ուրեմն մենք այսքան տարիներ տոն սարքենք, հա, բանալիները տան թուրքին թողնենք այստեղ ու չվառենք մեր տները։ Հələ մի բան է հիշում եք, գյուղեր կար, որ հանձնում էին, եթե որևիցե մեկը այրում էր իր բնակարանը, այդ մարդկանց հիշում եք ինչ պրոբլեմ է սարքում տեղի, ուրեմն ոստիկանությունն ու պետությունն ու կառավարությունը։ Մի խոսքով, ոչ ոք չի կարող կասկածել, որ սրանք հանձնել են, ծախել են, ուրեմն Արցախը թուրքերին։ Ոչ մի մարդ չկա, որ դրա վրա կասկածի։ Իրանք մեկը մեկի վրա են գցում, բայց վերջում շահույթները պատրվելու են։ Մի խոսքով, հիմա սրանք պայմանավորվել են իրենց պայմանագրերով 300,000 թուրքերի բերել լսեն Հայաստան։ Այսինքն այս Ալիևը, որ բարձրացայն ասում է, Երևան է ասում, Գյումրի հետ կապված Համասյայի են հատվածները ասում է թուրքերը պետք է իրենց տեղերը բնակվեն, ու Հայաստանում նմանատիպ, այսինքն ինչ է ստացվում, սրանք 10-ից 15 հատ, ուրեմն այդպես ասեմ, ցրտում դապաստակը դենց է, չէ՞, դապաստակները այդպես են, սրանք այդպես երեխեք են բերում։ Մենք մի հատ 2 հատ կամ 3 հատ պատրի տնակի, 10 տարեդո Հայաստանը ամբողջությամբ ղեկավարելու են թուրքերը։ Եվ այս ամեն ինչը տեսնելով, ես չէի կարող ձեռնպա մնալ։ Քաղաքի խնդիրը դա հավատացեք երկրորդական է, երբ որ նմանատիպ պատմական, ուրեմն հայրենիք կորցնելու վտանգի առաջ են կանգնած։ Եվ ինչ մյուս ասեմ դες։ Հիմա ուզում են ռուսներին հանել Հայաստանից։ Պատկերացրեք, եթե մենք 5 տարի խաղաղ ենք մնացել ամբողջ մեր պատմության մեջ, ուրեմն երբ որ մենք 75 տարի ռուսների հետ էինք, այդ ժամանակ է Հայաստանը խաղաղ մնացել։ 1,200,000-անոց բանակ ունի։ Երբ որ ռուսական դրոշակը այստեղից դուրս եկա, ուրեմն 100,000 բանակը կմտնի ոտքով կերտակացնի մինչև ես չգիտեմ ուր, երկու կողմից։ Այսինքն պատկերացրեք, հատուկ պետական ծրագիր է դրսի կողմից, հատուկ պետական ծրագիր է։ Այն ժամանակ, երբ որ մեզերը հիշում են, աղետի կոդին կառուցվում էր եւ հսկայական այստեղ շենք ուրեմն շինանյութ էր թափված, գումարները թափված, Հրաշեն ասում էր, թե մենք մեր ձեռքով մեր տունը պիտի կառուցենք։ Եվ ռուսերին այստեղից վռնդեցին 37 տարի մեզ պահեցին այս տնագներում։ Եվրոպական կուսակցությունները եւ եվրոպական մտածելակերպ ունեցող ղեկավարները իրենց գլխավորի առաջնորդությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմա այս հավ են պատճառում ես իրենց, որ իր անունը հիշատակում են։ Քանդեցին ամբողջ գործարանները աղետից հետո եւ Հայաստանում։ Ամբողջ Հայաստանում գործարանները քանդվեց, փակվեց ատոմակայանը, Նայրիտը եւ Կիրովագանի քիմիական գործարանը եւ այդպես բոլոր գործարանները։ Պատկերացրեք, երկիրը շենանում է, երբ որ գործարան է լինում։ Ուրեմն գործարան եւ գյուղատնտեսական ոլորտը, որ գյուղատնտեսության նախարարություն այսօր սրանք փակել են։
քանդել են ամբողջ համալիրները, որ այն ժամանակ որ տեսնում էր, զարմանում էր, ցեղագատ են անասունները ստանում են, գիտեք ինչ կան, ուրեմն հարյուրավոր տարիներ է պետք որ այդ տոհմային անասունները ունենային։ Մենք բոլորը վերացրեցին, քանդեցին ամբողջությամբ։ Այսինքն գյուղատնտեսություն չունենք, արդյունաբերություն չունենք։ Եվ այսօր կարող են սրանք խոսել։ Այսինքն պետությունը ասում է, ես գործարան չեմ կառուցում։ Ես սեփականություն պետք է չունենամ, բա ով պետք է ունենա։ Մի քանի անուններ են տալիս, այսինքն մի քանի մարդիկ կան, որոնք պետությունից հարուստ են այս երկրում, պատկերացրեք։ Ով է ասում, որ ջուրը պետք է լինի որևիցե մեկի սեփականությունը։ Ով է ասում, որ մոլիբդենը կամ ասենք հանքերը ոսկում էր, Աստված մեզ համար այստեղ տվել է այդ հանքերը եւ այդ հանքերը պետք է լինի մի քանիսի սեփականությունը։ Իսկ ինչի դա պետական սեփականություն չէ, ինչի մերը չէ, ինչի ժողովրդինը չէ։ Եթե դառնում է ժողովրդի սեփականությունը, ուրեմն բյուջեն 5 անգամ 10 անգամ ավելանում է։ Եթե մենք այսօր պատերազմի շեմին կանգնած պետություն ենք, ամեն րոպե մենք գիտենք, որ պատերազմ է լինելու։ Ինչի Հայաստանի Հանրապետությունը նորմալ զենք չի արտադրում։ Ինչ է պատճառը, որ դուք անգիր գիտեք, որ ղեկավարը կարող է չգիտենա, որ մեզ զենք է պետք։ Եվ աշխատատեղ է, ուրեմն ստեղծեք գործարաններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմին Հայաստանի Հանրապետությունը 110 տեսակի զենք է արտադրել։ 110 տեսակի, որից 30-40 տեսակ արտադրվել է Լենինագանում։ Պատմություն կա, գրքեր կա ինձ մոտ, հատիկ անունները կարող են մոտորորես ես բարձրաձայնել։ Ինչի համար չի աշխատում մեր այդ գործարանները, ի՞նչն է պատճառը։ Ասում են տողանալները կան եւ գյուղատնտեսությունը զարգացնել եւ զարգացնեն արդյունաբերությունը, պետությունը անելու բան չունի։ Բա պետությունն ինչու համար է։ Հարգերը բարձրացնի, ուրեմն այսօր այդ հարգայինին լցել են քաղաք, բոլոր կառույցները տուգանում են, չաշված աշխատող ուժը բոլորը դատարաններից դուրս են գալիս։ Այո, 1915 թվականին, երբ որ 1,5 միլիոն հայերի սպանեցին, կոտորեցին բարավարոս ազգը, եւ այդ ազգի հետ ուզում են սրանք բարեկամություն հաստատել եւ ասում են, թե առաջնային խնդիր չէ ցեղասպանության խնդիրը, պետության առաջնային խնդիր չի։ Միայն կարող է թուրքա հպատակը նմանատիպ խոսք ասել։ Միայն ու միայն ամբողջ աշխարհը ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Ոնց կարող է հայի տղեն Հայաստանի ղեկավարությունը կանգնի ասի, թե մենք ուրեմն առաջնային խնդիր չէ հայոց ցեղասպանությունը։ Ուզում են հայոց զինանշանի վրա էլ մասի սարը հանել։ Դուք պատկերացրեք, հայկական սիմվոլները, հայկական այդ ամեն ինչը ուզում են վերացնել։ Ընտուփ այսօր, եթե ինչ-որ որևիցե մի հատ իրավաբանական ինչ-որ կառույց ես բացում, եթե անունը դնում ես Մուշ, Սասուն, չգիտեմ ես բան չեն թողնում։ Ու ընտուփ երեխեքի անուններն են փոխում, պատկերացրեք, հատուկ թուրքական ծրագիր է։ Դպրոցների հայ ժողովրդի պատմությունը բացեք, նկարտացեք, նայեք, մեզ մոռացության են տալիս հայոց պատմությունը։ Սա հատուկ պետական քաղաքականություն է, թուրքական քաղաքականություն է։ Դպրոցներից անել են քրիստոնեական պատմությունը։ Դուք պատկերացրեք, ով կարող է սա նմանատիպ գործունեություն կատարողները, այս սրա մանգլավիդներն են, որոնց ամեն մեկը ստից պաշտոն են կրում, գերաններ ինչ-որ մի բան են գցել, այնպես են պաշտպանում, այնպես են վատ զգում, բա այս ամեն ինչը անողին, ինչ անուն կարող են տալ, հենց մի բարձրաձայն ասեք, ով են նմանատիպ մարդիկ։ Վերջացավ, ուրիշ մենք շարով չենք տալիս, ինչ որ տեսնում ենք, ինչ որ անել եք ենք ասում։ Եվ 37 տարի թողնելով մեզ տնագների մեջ, հիմա որոշակի քաղաքային խնդիրներից ասեմ։ Ուրեմն իմ օրոք կառուցվեց 17,000 բնակարան, ուղղակի ես կրկնվում եմ, բայց այդ է ուրիշ բան չունենք ասել, սա պետք է ասենք։ Իմ օրոք կառուցվել է 17,000 բնակարան, բոլոր քաղաքապետերը իրար հետ 7,000-7,500 բնակարան են կառուցել։ Ես որ դուրս էի գալիս, Մուշ թաղամասում 500 բնակարանի հիմքերը գցեցի ու ամեն ինչ ծրագրերը տրված իրենց, մի հատ գնացեք նայեք հələ մի շենք կառուցել են ինձանից հետո, մի շենք ցույց թող տան, ասում են քաղաք եկել են կառուցում են, հրմատ թող ցույց տան, այս քաղաքում իրանք ինչ են կառուցել, ես ուզում եմ իմանալ, թե այս ԿՊ-ի օրոք այս քաղաքում ինչ է կառուցվել, ես կարող եմ ասել ինչ է կառուցվել, ասֆալտապատում ասֆալտի վրա, ինչի համար, դրսից փողերը ստանում են, դրսից նրանք են տալիս այդ գումարները, որպեսզի Հայաստանը գցեն իրենց ուրեմն բանի տակ, ոնց ասեմ, ազդեցության տակ, այսինքն դրսից գումարները ստանում են, ասֆալտի վրա ասֆալտ են անում։ Մենք ասում ենք, մեզ պետք է առաջին աշխատատեղ։
Եվ բնակարան Գյումրիին պետք է, եւ Հայաստանի Հանրապետությանն է պետք է աշխատատեղ։ 12 միլիարդ դոլար եք վերցրել, 12 աշխատատեղ ասել եք, ստեղծել եք 12 աշխատատեղ։ Լավ ասում եք պետությունը սեփականություն պետք է չունենա։ Լավ պետությունը պետք է չունենա, գոնե այլ ձևով մոտեցեք։ 0.25%-ով վարկեր եք վերցրել։ Հսկայական վարկեր, այդ վարկերը ում եք տվել։ Դու ասում ես, որ եք գալիս են, որ գողունը հետ վերադարձնեմ։ Դե հիմա բարձրաձայնի ասա, այդ վարկերը ովքեր են վերցրել, անուն անձանունները բարձրաձայնի։ Թող բարձրաձայնի այսօրվա վարչապետը այդ վարկերը ում են տվել։ Կարող եմ ասել, նախկին վերադարձ վերևի ամենավերևի չինովնիկներին իրենց հարազատներով։ Գումարները վերցրել են, բանկեր են բացել։ Բանկերը այսօր 18-ից 25%-ով վարկեր են տալիս։ Եթե մի երկիր ուզում եք քանդել, ուրեմն նայեք բանկային համակարգը ինչպես է գործում։ Աշխարհում չկա մի երկիր, որ ասենք, պատկերացրեք այս քանին երկիրն է, որոնք այդ երկրները ուզում են դրսի ուժերը քանդել, դրա համար 18-ից 25% վարկերը տալիս են ժողովրդին։ Ամբողջ աշխարհում, եթե ուզում են զարգանա պետությունը, 2-ից 4% է, ոչ ավել։ Որովհետև եթե մարդ այսօր մի բիզնես պիտի ուրեմն կազմակերպի, իր շահույթը ընդամենը 20% պիտի լինի, ավելի չի լինի, չեն է թողնի մնացած կառույցները։ Այսինքն դու աշխատում ես միայն բանկերի համար, միայն իրանց համար։ Եվ դրա համար ժողովուրդը թողնում է Հայաստանը, լքում է Հայաստանը եւ գնում է, որովհետեւ չկա աշխատատեղ։ Իրենք լավ է ծրագիրը, թուրքական ծրագիր է, հիշեք սա։ Թուրքական ծրագիր է, որ 91 թվականին երբ որ անկախացանք, կար 3.700.000 բնակչություն։ Հիմա դարել է 1.800.000-ից 2 միլիոն։ Ինչի համար, որովհետև մարդ աշխատատեղ չունի, այստեղից գնում է։ Հիմա այդ խոպանջիները, որ գնում են, գումար են վրեկը դրել, տոկոս են դրել, որ եթե գումար ստացար, պետք է 10-20%-ը պետք է տաս պետությունը։ Հələ պատկերացրեք։ Հարկեր են դրել, որ մարդը գնաց է Ռուսաստան աշխատել է, գալիս էստեղ, հələ մի բան էլ այդ գումարներից պետք է գումար տա այս պետություն, որպես ինչ։ Այսինքն իրանք ասում են, որ գնացել եք երեխեքի որ է նախկին ղեկավարը Լևոնը ասում էր, այս տարածաշրջանում պետք է ապրի 1 միլիոն բնակչություն։ Ինչ 300.000 հազարանոց Լենինական պետք չէ, ինչ պետք է 10 հազարանոց գյուղաքաղաք։ Եվ դրա համար քանդեց ամբողջ քաղաքի արդյունաբերությունը։ Քանդեց եւ այն ժամանակ խորհրդային միության ժամանակահատվածում բոլորը դա գիտեք, ովքեր իմ տարիքին են ինձանից մեծ։ Բոլոր գործարանները համալրվել է աշխարհի ամենաժամանակակից մերկենասարքավորումներով։ Եվ շուլոշտի, եւ տրիկոտաժ, եւ միասկոմ, բոլոր այդպիսի մի հատ գործարան չի եղել, որ ժամանակակից իտալական, գերմանական, անգլիական մեկենասարքավորումներով չհամալրվեր։ Պետության աչքի առջև բոլորը վաճառվել է Թուրքիա, Պարսկաստան։ Եվ ես չգիտեմ որ երկրները։ Բայց պետությունը որտեղ է։ Ինչի՞ չէր տեսնում այդ ամեն ինչը, ինչի՞ չէր կազմակերպում գործարանների ուրեմն շահագործումը։ Հիմա Չուլոշտու համար եմ ասում կոնկրետ։ Այս թաղամասից մեծ հսկայական տարածք սեփականաշնորհել են, չգիտեմ քանի կոպեկներով, ոչ ձեն են անում, ոչ ցուկ են բարձրացնում։ Իսկ այդ Չուլոշտին պահում է Հայաստանի Հանրապետության պես մի երկիր։ Ինչի համար առողջացման ծրագիր չկա։ Ինչի համար պետությունը չի կանչում, չի քննարկում այդ խնդիրները, որ ինչի համար դու ինչ խնդրեմ ունես։ Սեփականատիրոջը օգնի, տեր լինի։ Եվ ցավոք սերդի ցայն բարբարո անապատի։ Երկրի բարենահողերի 60%-ը չի մշակվում։ 60%-ը հիշեք։ Եթե մի երկիր 60%-ը իր բարենահողերից չի մշակվում, այդ կառավարություններին գնդակահարել է պետք։ Միայն գնդակարել ուրիշ ոչ մի բան։ Երկրի բարենային եւ ոչ բարենային ապրանքների 60%-ը ներկրվում է դրսից, 40%-ը Թուրքիայից։ Այսքան գիտական միտք ունենք, այսքան ինստիտուտներ ունենք, որ իրոք որ երկրում, որ Ամերիկա, Ռուսաստան կարևորագույն երկրներում նայում ես, իրենց ռազմական արդյունաբերության մեջ տեսնում ես, որ մի քանի հատ հայ գիտնականներ կան։ Ինչի՞ չեք հավաքում այդ մարդկանց բերում Հայաստան։ Ինչ է պատճառը, որ նորմալ զենք չեք արտադրում։ Տեսնում եմ, հա, մի սեդից բաներ ինչ որ տեսա մի քանի անգամ։ Լուրջ ռակետների, հրթիռների մասին է խոսքը։ Օրինակ հիմա իմ ծրագրի մեջ ռազմական դպրոց ենք բացելու։ Հիմա նայեք, այս թուրքական շները պետք է հարձակվեն վրեկս։ Քաղաքապետարանը ռազմական դպրոց ենք բացելու։ Էլ եկեղեցի չեմ կառուցելու ես որպես անհատ։ Եվ ինչպես շատ ընկերներ ունեմ, եթե գումարներ ներդրում ուզեցան անել երկրի համար, ուրեմն ուղղորդելու եմ այդ ռազմական դպրոցին։ Մեր
8-րդ, 10-րդ դասարանի ուրեմն երիտասարդներին պետք է սովորացնել այդ դպրոցում թռչող անոթաչու սարքեր պատրաստել եւ օգտագործել պարտադիր։ Եթե մենք հենց պատկերացրեք մի 30,000-ը 50,000-ը դմանատիպ բան ունենանք թռչող անոթաչու սարքեր ու ուղարկենք դեպի Բաքու, ինչ կլինի դրանց վիճակը, պատկերացրեք, սիրուն նստածները։ Այո, պետք է սովորացնենք երեխեքին։ Որեգա, ուրեմն արագ կարգով աշխատավարձերը բարձրացնելու է 50%-ով, ոչ թե իրանց պես 1300 դրամ թոշակը բարձրացնում է։ 1000 գիտեք ես բարձրացնում եմ, ու չի ասում ինչքան, 1300 դրամ, պատկերացրեք, էլի 1300 դրամ։ Իրանց վրայի շորերը, բաները, որ նայում ես հասկացնել, ամեն մեկը, ես չգիտեմ քանի միլիոն դոլարանոց շորեր են հագնում, բայց իրանք 1300 դրամ մարդկանց թոշակ են բարձրացնում, դե գնա խես ժողովուրդ, արեք ապրեք դրանց բարձրացնելով։ Մի խոսքով, ուրեմն են բնակարանները, որոնք ստացել են գյումրեցիները եւ բաժանվել են երկու մասի, մի եղբայրը մնացել է տնակների մեջ ու մյուսը ստացել է, ասենք երկու սենյակ են ունեցել, այդ մարդիկ եղել են 6 հոգի կամ քանի հոգի, հիմա դարել են 14-18 հոգի, ասում են բոլորը իրար հետ պետք է գնանք այդ երկու սենյականոցի մեջ ապրենք։ Անհնարին բան է դա։ Մարդիկ ասում են, այն ժամանակ ինձ ասում են, չենք ստանում բնակարանը։ Մեզի մի հարեք այստեղից։ Կամ տվեք մենք գնանք այնտեղ, թողեք մենք էլ այստեղ մնանք։ Ու քաղաքի ճարտարապետական տեսքին չի խանգարում։ Ինչի համար չեք տալիս ոչ։ Ինչի համար չեք տալիս։ Ես ինչքան կարող ասել եմ տվել եմ։ Հիմա որ եկա, եթե քաղաքի ճարտարապետական տեսքին չի խանգարում, բոլորը օրինականացնելու են, հիշեք, մի բան չեմ թողնելու։ Եվ ոնց որ ուրեմն 100 միլիարդից 120 միլիարդ դրամի մասնավորը շինարարություն է արել իմ օրոք։ Ինձ ասում են, դե գյումրեցիները հարստացել են, ասում են, չէ, հախեր չեմ վերցնել, չեմ տանի բերե մարդկանց, արագ կարգով տալիս է։ Հələ ինձանից հետո նայեք, հələ սրանք քանի բնակարաններ, շինթույլտվություն են տվել, հələ մենք հարցրեք, թե սրանք, եթե ուզում են քաղաքը ծաղկի, քաղաքի ծաղկելու համար առաջինը դա պետք է արվի։ Յուրաքանչյուր քաղաքապետի գնահատական, եթե ուզում եք գնահատական տալ քաղաքապետին, պիտի հարցնեք, փոքր եւ միջին բիզնեսը զարգացած է քաղաքում թե ոչ։ Շինարարություն արվում է թե ոչ։ Եթե ոչ, այդ քաղաքապետին բռնտել է պետք կամ լուրջ պատժի պետք կանգնեցնես։ Որովհետեւ եթե քաղաքապետը չի ուրախանում իր քաղաքում շինություն կառուցելու, այդ քաղաքապետը թուրքից ծերված է կամ ասենք թուրքական ծրագիր է կատարում, լավ իմացեք։ Այսպես է, ես ուրիշ բան չեմ կարող պնդագրել։ Մի խոսքով, իմ օրոք 100-ից 120 միլիարդի մասնավորը շինարարություն է արել։ Հիմա 30-ից 50 շինթույլտվություն են տվել։ Իմ տված շինթույլտվությունները մարդկանց ձեռքին չեն կարող իրանց կենսասպասարկման կամ բնակարանները կառուցել, պրոբլեմ են ստեղծում։ 7 սանտիմետր աճ է թեքված ձեր նախագիծը ու 10 տարի դες պահում է։ Ամբողջ դատարանները գտեսես, որ մարդիկ դատարաններում բանկերից գումարները վերցրած դիտավորյալ կանոն բերում են անխիղճ կանոն բերում են։ Այնքան երեցին որ այնտեղ են մեքենայով վտա քաղաքապետարանի շենքը։ Հիշում եք։ Մյուսներ եկան փող քաղաքապետին կաբինետի մեջ ծեծեցին։ Հա, ես տեսնում եմ կյանքում իմ օրոք չի կարող, որևէ մեկը դες բան անի։ Բայց եթե ես նույն ձևով շարունակեմ, ով ուզում է սերիչկանը խիստ տղամարդ տեղնից, եթե այդպես անես, անպայման կանեն քո նկատմամբ։ Բայց ես այնպեսի հարաբերություններ էի ստեղծել ժողովրդի հետ, որ ասում էին գնանք մեր հերանց տունը, գնանք ճանահաջալ մարդիկ եւ վնասատու, գնանք մեր հերանց տունը։ Ոչ թե այսօր բոլորը 70-50% լծված է դատարանները հենց քաղաքապետարանի կողմից ու մնացած պետական կառույցների կողմից։ Մի խոսքով դա վերացնելու է այդ ամեն ինչը։ Չեմ ասում մշակույթային կառույցների վերաբերյալ։ Ուրեմն այստեղ վերևը մի քիչ դուք լավ գիտեք, որ Շիրազի տուն թանգարանը վերակառուցել եմ։ Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը վերակառուցել եմ։ Մեհեր Մկրտչյանինը բացել եմ, նոր եմ, ես եմ սարքել։ Փողոցը կոչել եմ Բարբետած փողոց։ Ասլամազյանների տուն թանգարանը վերակառուցել եմ։ Ուրեմն Մերկուրովի տուն թանգարանը այսինքն ինչ որ տեսնում եք ես եմ արել, հիմա որ բերում են ցույց են տալիս բան, այդ ով է արել որ դրանք։ Այդ ով է արել։ Այս արտանախմբերը, որ ամեն տարի այս ինչքան որ արտանախումբ կա, բոլորի տակը գրված է Վարդան Ղուկասյան, բոլորի։ Հələ բայց գնացեք այդ վիճակը նայեք։ Հələ գնացեք նայեք այդ արձանների տակի այդ քարերը, բաները ինչ վիճակի մեջ են, ջերկած, փողված։ Հոգատար վերաբերմունք չկա։ Հոգատար վերաբերմունք չկա։ Այդ լողավազանը քաղաքի որ
կառուցել տվեցիք։ Մեծ ջանքերով, մեծ չարչարանքով։ Հələ գնացեք պետք է լողավազանը։ Ընտուք զամով այդ իր բաները, այդ ռուշկեք ու չգիտեմ այդ զամոկներն ու բաները գնացեք մտածեք, խայտարակ վիճակի մեջ։ Ուրեմն ընտուք բանը չեն միացնում այդ վենտիլյացիոն սարքերը չեն միացնում, եկուց մյուս օր այդ կտուրը բլվելու ընկնելու է գլխներին, չեմ ինչի չեք միացնեք, սա փող չկա։ Հələ պատկերացրեք, ու բայց այնքան հաջախորդ կա, այնքան մարդ գնացող կա, եթե մի քիչ խորանաս կտեսես, որ ես իմ ուր է գնում այդ գումարները։ Ես եմ սարքել, ես եմ ցավում, իմ սարկածը, որ քայլում եմ։ Վարդան Մամիկոնյանի տագի հասկացար արտանախմբի, այդ բաները փոխված մռամռները մոտիկ չէին գալիս, լույսերը չէին բարում, խաչքարերի պուրակ սարքեցին, խաչքարերի դեմի լույսերը կողացան տարան չեմ ասում ով, իրանք տարան իրանց բաները վառեցին, մինչև հիմա այդ խաչքարերի լուսավորությունը չկա, այսինքն տարբերությունը սարսափելի է և անհամեմատելի է, մնացածներ ինչ ենքան բան կարող եմ թվարկել, ենքան բան կարող եմ ասել, որ չեմ ասում անցումները, հրաբարագի անցումները, հասարակ բան պատկերացրեք, հիմա տեսեք հրաբարագի, դե մեկ են անեն շատացել է քաղաքի փառք ասում, որ շատացել է, բայց տեսնում եք ինչ վիճակում է, 4-5 ուրեմն մուտք կա հրաբարագում, չեն կարող տալ, կանչեն մեկին ասեն, քեզ տալիս եմ սեփական հիմունքներով, դու սարքում ես, բայց դա օգտվելու է ժողովուրդը խանութներ ունեցեք, շահույթ հետապնդեք, հասկացար, բայց դա քաղաքին կծառայի եւ ուրեմն անցումներ կլինի։ Կամ քաղաքապետարանն է սարքում, վարձակալությամբ այդ խանութները տալիս է ժողովրդին։ Ուրախությամբ կվերցնեն, եւ սրճարան, եւ ամեն ինչ այդ հատվածը ամենաբանուկ տեղերից մեկն է։ Այնքան այդպիսի ծրագրեր ունենք, որ կարող ենք բոլորը հետ հադիկ ասելու ենք։ Տրանսպորտի վերաբերյալ Իմ ժամանակ մոտ 70 միլիոն տրանսպորտից գումար էր մտնում քաղաքապետարանի բյուջե։ Հələ գնացեք նայեք հիմա ինչքան գումար է մտնում քաղաքապետարանի բյուջե։ Այն մեկը կար, մի հատ սդից, մի հատ կլաբուզնիկ կա, անունը չեմ ասում, բոլորդ գիտեք։ Փողոցային ուրեմն այդ բաները, ստայանքի հետ կապված։ Մարդիկ այդ կանգառներից կարելի է 100-120 միլիոն ուրեմն եկամուտ բերել քաղաքապետարան։ Ուրեմն մի հատ կառույցից երկից վերցրեցին։ Հələ գնացեք նայեք 10 կոպեկ մուտք արվում է քաղաքային բյուջե։ Հələ գնացեք նայեք։ Մի քանի հոգի այս 10 տարի օգտագործում են։ Այդ ցեները դուրս չկա եւ մնոնց բոլոր pedagogan կառույցների։ Այսինքն իրանք իրար մեջ սիրուն բանը բարև ձեզ տեսություն էլի բանը մենք այդ ամեն ինչը հասկանում ենք։ Այդ առաջ անգամ եմ ասում չնայած սազական չէ որ ես այդ բաներ ասեմ։ Ուղղակի ես ասում եմ որ հասկանանք թե ով են, ինչ են ու սրանք ովքեր են, այդքան բան, ուրիշ բան չունեմ ասելու, ասֆալտի վրա ասֆալտ չեն անում, թեկուզ ամենափրկիչ եկեղեցու հետևի այդ ամբողջ այդ պուրակը, այդքան գումար են ծախսել, դրա կիսով ես այդ ամեն ինչ կվերջացրեի կամ կիսու կեսով, ինչի համար այդքան գումարը ծախսեցին, քաղաքապետ հրաբարագի շադրվանները 17 ձևի ես բան էի արել, ուրեմն սարքել էի 17 ձևի աշխատում էր, ինձանից հետո 40-45 միլիոն դրամ են տվել, ինչ են արել, ինչ են փոխել շադրվաններից, հələ մի հատ թող ասել։ Արվոջի, ու գույնը հələ տեսեք, այդ գույնը իրանց գույնին է, կաբունը չի։ Մի խոսքով։ Ուրեմն շատ եք կանգնեց ճամփակը, ես շատ բան կարող եմ ասել, ես մի բան կարող եմ ասել, եթե ինձ չնդրեք, ուրեմն կշահի իմ ընտանիքս, ես մեջ դոբրոցիմ իրանց հետ կրված եմ ես պահին, իրանք ոչ մեկը և աղբեր, և տղա, և աղջիկներ, և մնացածը, և աղբորս է, բոլորը չեն ուզեցել, որ ես առաջադրեմ իմ տեխնատությունը, կշահեն իրանք, բայց եթե ընդրեցիք ինձ, կշահեք դուք քաղաքը և երկիրը, առաջնացնած շնորհակալություն, եթե քաղաքային ազգային հարց կա, կրեք ես պատասխանել, եթե անձնական հարցեր է, ուրեմն ես սպասում եմ իմ օֆիսում, եկաք կամ ասենք ազգական հարցերը քաղաքապետարանի դուռը բաց է եղել, շաբաթը 2 անգամ ընդունելություն եմ արել, դուք ետինը մտիկ, տարիներով ընդունելություն չեք արել, տարիներով, դուք ում եք համեմ ասում, տարիներով որ նայում ես ընդունելություն չեն արել, շաբաթը 2 անգամ ընդունելություն է անում, մի բան է հայտարարություն է տալիս, որ շաբաթ օրը, եթե քաղաքապետարանի բաժնի պետերի հետ խնդիր ունեք, ես ոտքով գալիս եմ, արագ ինձ դիմեք, տեսնում եք որ այս բաժնի պետերը վազում են, խնդրենք բան չասեք իրան բան եկուց արեք հարցը կլուծվի, եկուց արեք կլուծենք, այդ սկզբունքով եմ աշխատել, մի խոսքով, այսքան բան, առաջ տասը, իմ ու ձեր միջի, դատավորը Աստված է, շնորհակալ եմ։
Գուկակ, խնդիր չկա։ Ես են մեգելների նման չեմ որ մի բաներ ենք 10 անգամ ցույցան մարդիկ ամոթուց բաներնի։ Առանձին, որ ասում է աճովանում է սախը չիմանա այս սկզբունքով։ Հայվանավորման, եղա մայրիկն, եղա, շնորհակալ եմ։ Դե շնորհակալություն, Զորի մայրի ժողովուրդ, ջիգարով։